Սիրելիներս, ես ուզում եմ պատմել, թե ինչպես երբ ես ազատագրվեցի ամբողջովին չարից, ներվեցի Աստծու կողմից, ներեցի ինքս, այսինքն Տիրոջ ձեռքով մաքրվեցի, Սուրբ Հոգով օծվեցի և ընդունվեցի Տիրոջ կողմից, սրբվեցի Տիրոջ կողմից, որովհետև մենք Սուրբ Հոգով օծվում ենք միայն այն ժամանակ, երբ Աստված մեզ մաքրում է ամբողջովին և արդեն իր Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ։ Ես ուզում եմ պատմել դրանից հետո, ինչպես ես իմ որդուն բերեցի դեպի Աստված, ճիշտ է իմ որդին, իմ ամուսինը, ես, մենք բոլորս Աստծով ենք եղել, Հիսուս Քրիստոսով, բայց ամբողջովին երբեք չենք ճանաչել մեր Տիրոջը, այսինքն իմ որդու մեջ այդ հավատը, իմացությունը, գիտակցությունը ամբողջովին եղել է Աստծու մասին, բայց նա չի ճանաչել Աստծուն և այսինքն ստացվում է մենք թերի ենք ճանաչում մեր Տիրոջը, մենք ամբողջովին նրան չենք պատկանում, բայց մեզ թվում է, թե մենք Հիսուսինն ենք, Հիսուսն էլ մերն է, ու այդպես ապրում ենք մտածելով, որ ամեն ինչ ճիշտ ենք անում։ Եվ երբ ես իրոք դարձա Հիսուսինը, ամբողջովին, Աննա Մարիամ պատկանում էր Հիսուս Քրիստոսին, Հիսուսինն էր և ամբողջովին մաքրված էր և Սուրբ Հոգին ինձ սովորեցրել էր ու սովորեցնում էր, արդեն հերթը հասավ իմ որդունը, որ մինչ այդ էլ մենք այնպիսի ճանապարհով էինք անցնում կյանքի թե հոգևոր, թե ֆիզիկական, թե նյութական, այնպիսի դժվար ճանապարհներով էինք անցնում, որ իմ որդու հետ, իմ ամուսնու հետ մենք ամեն օր աղոթում էինք, ուզում էինք, որ Տերը մեզ օրհնի, Տերը լինի մեր կյանքում, Տերը գործի մեր կյանքում, ամեն ինչ հանձնում էինք Տիրոջ ձեռքերին, բայց մենք մաքրված չէինք, բայց մենք Աստծունը չէինք ամբողջովին և Աստված մերը չէր ամբողջովին, որովհետև մենք նրան չէինք արժանացել, չէինք ընդունել, մեզ չէինք հանձնել նրա ձեռքերին ամբողջովին, չէինք ճանաչել Աստծուն և արժանացել բառի համար ուզում եմ անպայման ասել, որ մենք երբեք էլ չենք արժանանում, միայն Տեր Հիսուս Քրիստոսն է իր ողորմածությամբ մեզ արժանացնում իրեն և արժանացնում փրկության ու արդեն սկսեցի որդուս հետ ամեն օր ավելի ճիշտ կերպով, արդեն իմանալով ամեն ինչ, արդեն ճանաչելով Աստծուն, ամեն օր խոսել որդուս հետ, իմ որդին այդ ժամանակ 16 տարեկան էր ու ամեն օր նրան տանել դեպի Հիսուս Քրիստոսը ճշմարիտ կերպով, ճիշտ կերպով, ուղիղ ձևով և առանց մոլորությունների, առանց սխալմունքների, առանց շեղումների և ամեն օր մենք աղոթում էինք, խոսում էի Աստծու մասին, շատ էի խոսում Աստծու մասին և ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ծնող, մայր հատկապես, բայց հորդերը այլ է, մորը այլ և մայրը և հայրը իրենց օրինակով և ընտանիքը ամբողջ իր քրիստոնեական կերպարով և օրինակով պիտի իր երեխաներին դարձնի ճշմարիտ քրիստոնյա ու մեր երեխաները մեզանից սովորում են, ինչ որ տեսնում են ու մենք պարտավոր ենք մեր երեխաներին տանել դեպի Հիսուս Քրիստոսը, դա մեր ամենակարևոր առաջին պարտականությունն է, որովհետև միայն Հիսուս Քրիստոսն է փրկությունը, ինչ օգուտ նրանից, թե դու ինչեր ես տալիս այս նյութական կյանքում աշխարհում քո երեխային, եթե դու քո երեխային չես ցույց տալիս ճշմարտությունը և չես ցույց տալիս փրկության ուղին, որ միայն Հիսուս Քրիստոսն է։ Եվ ես ամեն օր սկսեցի խոսել իմ որդու հետ այնպես, ինչպես արդեն ինձ Սուրբ Հոգին էր սովորեցրել և ես գիտեի, ես տեսնում էի, որ դևերը հանգիստ չեն տալիս իմ որդուն, որ չարեությունները հանգիստ չեն տալիս, գիշեր-ցերեկ նա քուն չուներ, նա վախերի մեջ էր, նա անհանգստությունների մեջ էր և չարը օգտվում էր նրա դժվար ճանապարհից, որով անցնում էր իմ որդին, որովհետև երբ մենք ունենում ենք անհանգստություններ, ցավեր, ստրես, այդ ամենը բաց դռներ են, որպեսզի չարեությունները հայտնվեն մեր մեջ և չարը դա օգտագործում է հատկապես դեռահասների կյանքում, չարը դեռահասների այդ բոլոր թույլ տեղերը օգտագործում է և հայտնվում է նրանց կյանքում
Դա շատ նուրբ տարիք է, նաև շատ վտանգավոր տարիք է այդ առումով, ինչպես ֆիզիկական կյանքում, ֆիզիկական աշխարհում, այնպես էլ հոգևոր աշխարհում պատանիները շատ խոցելի են, որովհետև նրանք նուրբ են եւ նրանք անցումային շրջանում են, ժամանակաշրջանում են իրենց կյանքի։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է բռնել իր երեխայի ձեռքը եւ քայլել դեպի Աստված։ Ու ես ամեն օր խոսում էի, աղոթում էինք, սովորեցնում էի, բացատրում էի այն ճշմարտությունները, որ Աստված ինձ սովորեցրեց, այսինքն Հիսուսի ճշմարտությունը։ Հիսուսի զորության մասին էի խոսում, ու դա շատ ավելի հզոր էր, ուրիշ էր, քան առաջ։ Ես այնպես էի խոսում, ինչպես ինձ Սուրբ Հոգին սովորեցրեց, ինչպես առաջնորդում էր, եւ ես իմ որդուն ամեն օր տանում էի դեպի Աստված, բայց ես տեսնում էի այն էությունները, այն դևերը, որ տանջում են իմ զավակին, ես շատ էի աղոթում Աստծուն իմ որդու համար, մինչ այն, որ ես ճանաչեցի Աստծուն, մինչ այդ էլ ես տեսնում էի այդ ամենը եւ ես աղոթում էի իմ զավակի համար եւ մենք երկուսով աղոթում էինք, բայց երբ ես ճանաչեցի Տիրոջը ու մենք սկսեցինք քայլել ճիշտ ճանապարհով, օրերի ընթացքում միգուցե ամիս անցավ, ես չեմ հիշի, հիմա ժամանակը անցնում էր եւ մենք ամեն օր Աստծով էինք ապրում, բայց ես իմ որդու հետ դեռ չէի խոսում ապաշխարության մասին։ Ես քայլ առ քայլ նրա ձեռքը բռնած գնում էի դեպի Աստված եւ ճանաչեցնում էի Աստծուն եւ ուզում էի նա ճանաչեր Աստծուն, այնքանով ինչքան ես կկարողանամ իրեն փոխանցել, մինչեւ որ ինքը անձամբ ճանաչի Տիրոջը, որ Տերը հայտնվի նրա կյանքում, որովհետև ես գիտեի, որ այդպես կլինի, ու աղոթում էինք միասին, եւ նա ամեն օր առանձնանում էր ու մենակով երկար աղոթում էր, խոսում էր Աստծու հետ, եւ գիշերներն էր աղոթում շատ, որովհետև գիշերները շատ անհանգստություններ ուներ եւ չէր կարողանում քնել եւ ամբողջ հույսը դնում էր Աստծու վրա, ու ես գիտեի, որ նա շատ տառապանքի միջով է անցնում, բայց ես տեսնում էի, որ նա ինձ չի դիմում ամեն պահի, ես շատ լավ տեսնում էի, որ նա Աստծուն է դիմում ամեն պահի, եւ նա նույնիսկ դրսում մի տեղ ուներ, որ ես չգիտեի, հետո իմացա, գնում նստում էր այդտեղ 1, 2, 3 ժամ, մենակ Աստծու հետ խոսում էր ու աղոթում էր։ Եվ հենց այդ ժամանակ ես չէի իմացել, ես միայն նրան տանում էի դեպի Աստված, բայց դեռ ապաշխարության չէինք հասել մենք, եւ մի օր նա ինձ ասեց, մամ, գիտես ինչ է եղել, ասեցի ինչ, ասեց, այս գիշեր Աստված իմ հետ խոսացել է, ինձ ցույց է տվել, ինչը, ասում եմ, տղաս ինչ է պատահել, բայց ինքը երջանիկ էր, ասում է, ինձ Աստված ցույց է տվել, որ ես մեղավոր եմ, որ ես ինչ սխալներ եմ արել, մինչև այս տարիքս ինչքան որ սխալներ եմ արել, Աստված ինձ ցույց տվեց, ու ասում է, ես գիտես, մամ, խնդրել եմ Աստծուն, որ ինչ չկա լրիվ ինձ ցույց տա, որ ես հիմա իրանից ներողություն խնդրեմ, որովհետև ես ասել եմ Աստծուն, ես չեմ ուզում, որ այս պահից սկսած ես սխալներով կամ մեղքով ապրեմ ու չիմանամ։ Այսինքն Սուրբ Հոգին էր այդ ամենը արել, իմ համար անբացատրելի երջանկություն էր, ես այնքան շնորհակալ էի Աստծուն ու հիմա էլ եմ շնորհակալ, փառք քեզ իմ Սուրբ Երրորդություն, փառք քեզ իմ Տեր Հիսուս Քրիստոս, որ հայտնվում ես յուրաքանչյուրի կյանքում, ով քեզ կանչում է, ով քեզ կանչում է, դու լսում ես նրա ձայնը, նրա սրտի ձայնը ու պատասխանում ես նրան ու հայտնվում ես նրա կյանքում եւ փրկում ես նրան եւ քո հրաշքներն են գործում նրանց կյանքում եւ քո Սուրբ Հոգին է գործում նրանց կյանքում, նրանց սրտերի մեջ եւ դու լսում ես մեր բոլոր հարցերը, խոսքը, մեզ տանջող ամեն միտքը դու լսում ես ու մեզ պատասխան ես տալիս եւ մեզ փոփում ես եւ մեզ բժշկում ես մեր հիվանդ հոգիները եւ մխիթարում ես մեզ քո Սուրբ Հոգով, ինչպես որ հայտնվեցիր իմ որդու կյանքում, ու ես հասկացա, որ այն ամեն ինչ, որ ես իմ տղային բացատրում էի, խոսում էի, նա իր ամբողջ սրտով էր ընդունել եւ հենց ինքն էր դիմել Աստծուն իր ամբողջ սրտով, որպեսզի Տերը հայտնվի իր կյանքում եւ Տերը խոսել էր իր հետ ու նրան ցույց էր տվել, որ ինքը սխալներ ունի եւ հենց
Նրա մեջ առաջացել էր այդ ցանկությունը իմ որդու, որ նա ասեր Տեր, ցույց տուր ինձ իմ սխալները, ինչպես որ իմ հետ էր եղել, ցույց տուր ինձ իմ սխալները, որովհետև ես չեմ ուզում մեղքերով ապրեմ, ու ասեց մամ, ես ասել եմ, եթե ես ինչ-որ բաներում սխալ եմ, ինչ-որ մարդկանց հանդեպ անարդար եմ եղել, խնդրում եմ ինձ պատժիր դրա համար, որովհետև ես ուզում եմ, որ արդար լինի։ Դա շատ հուզիչ էր իմ համար եւ մեծագույն պարգև ու ողորմածությունն էր Աստծո իմ հանդեպ։ Ու երբ քո որդին, ով հոգևոր կյանքով չի ապրել եւ գալիս ու քեզ ասում է, որ Աստված իրեն ցույց է տվել իր սխալները եւ ինքը ամբողջ սրտով խնդրել է Տիրոջից, որ իրեն պատժի, որ ամեն ինչ արդար լինի։ Ու ես ասացի, որ Տերը չի պատժում մեզ, մեր արած սխալները, մեղքերը արդեն բերում են նրան, որ մենք այնքան ցավ ենք զգում եւ յուրաքանչյուր մեր մեղքի դիմաց, որ ստանում ենք, այդ մենք ենք ընտրում մեր արածն, այդ մեր մեղքն է, Աստված չի պատժում, Աստված ուղղակի թույլ է տալիս, որ դա լինի։ Ու ինքը ինձ պատմեց ինչ սխալներ ա գործել եւ նեղացրել էր մարդկանց ու շատ էր զղջում եւ ցավ էր զգում եւ ասում էր, որ ինքը ուզում է հատուցի դրա փոխարեն, անպայման ասում էր, որովհետեւ ես չպետքա այդ ցավը պատճառեի այդ մարդուն։ Բայց ինչ երջանիկ է ես ու հիմա էլ, որ Աստված իմ որդուն ուզեց մաքրել եւ մաքրեց եւ բերել էր ապաշխարության եւ սովորեցրել էր թե ինչ է ապաշխարությունը, ինչ է մեղքը, ինչ է մեղքի թողությունը, ներումը եւ իմ որդին կյանքով լցվեց շատ, նրա աչքերը փայլում էին, նա երջանիկ էր, նա թեթև էր, նա ճանաչել էր Աստծուն, այսինքն ինձանից հասանելիք գործը ես անում էի եւ Աստված եւ իմ որդու սիրտը բաց էր Աստծո առաջ եւ Աստված նրան ողորմած եղավ ոնց բոլորիս հանդեպ եւ իմ հանդեպ եւ ամուսնուս, որ մեր որդու կյանք մտավ եւ մաքրեց նրան եւ ազատեց ու ցույց տվեց ճիշտը, սխալը, չարը, բարին, չարը եւ Աստծուն, ինքն իրեն ցույց տվեց իմ որդու կյանքում։ Տղան շատ փոխվեց, ամբողջովին փոխվեց եւ դրանից հետո հենց այդ օրերի մեջ հիմա հերթականությունը չեմ հիշում, երբ նա սկսել էր աղոթել ու մենակով աղոթում էր, որ Աստված իրեն ների եւ ինքն էր ներում եւ խնդրում էր, որ Աստված հանկարծ չթողնի ինչ-որ մի սխալ, որ ինքը չիմանա ու պատրաստ էր հատուցել, դա շատ կարեւոր է, պատրաստ սիրտ, խոնարհ սիրտ ու հենց այդ օրերին ես որդուս կանչեցի ու ասացի, որ ուզում եմ, Տերը ուզում է, որ ես անեմ ազատագրման աղոթք, որպեսզի ինքը ազատվի ամբողջովին։ Ու ես իմ ամբողջ վստահությամբ, որ իմ որդուն ազատելու է Աստված, Սուրբ Հոգին գործելու է եւ ազատելու է նրան, ու սկսեցի աղոթել երկար եւ շատ դա հավատ չէր, դա ուղղակի իմացություն է, որ քո բոլոր խոսքերը Սուրբ Հոգուց են տրված եւ գործում են, որ Սուրբ Հոգին է գործում, դա ուղղակի քո խոսքը չի, դա ուղղակի աղոթքը չի, քո հենց այդ պահին գործում է Սուրբ Հոգին քո որդու կյանքում եւ ես աղոթում էի, որպեսզի իմ որդին ազատվեր ամեն տեսակ չարից, ամեն տեսակ դիվական էություններից, սատանայի էություններից, որոնք հանգիստ չէին տալիս նրան, որոնք անհանգստացնում էին նրան, ցավ էին պատճառում եւ տարբեր վատ վիճակների մեջ էին հոգեբանական, հոգեվոր, ընդհանրապես տարբեր վատ վիճակների մեջ էին իմ որդուն պահում ու ես աղոթում էի ամբողջ գիտակցությամբ, որ Աստված ներկա է, որ Սուրբ Հոգին ներկա է, որ իմ որդուն Աստված մաքրելու է։ Ու այդ պահին ես Աստված ինձ ցույց է տալիս բոլոր այն դիվական էություններին, որոնք կային իմ որդու մեջ եւ որոնք ազդեցություն ունեին իմ որդու վրա եւ նրանք շատ էին եւ երբ ես տեսնում էի յուրաքանչյուրին ինձ Սուրբ Հոգին ասում էր
թե դա ինչ ոգի է, թե դա որ դևն է, ու շատ էին նրանք, բայց ամենատպավորիչներից, որը ազդեցություն ունեցավ իմ վրա, այսպես էր, այդ դիվական էությունը կնոջ կերպարով էր, որի գրկում կար երեխա, եւ ինձ ասվեց, որ դա այն անեծքի դևն է, որը լինում է, երբ մայրը հղի է լինում երեխայով, ու այսինքն գոյություն ունի անեծքի տեսակ, դևի տեսակ, երբ կինը հղի է լինում երեխայով ու հանկարծ անիծում են նրա հղիությունը, ու այդ դևը իշխանություն է ստանում երեխայի վրա, եւ մինչև Տերը չազատագրի մի ողջ կյանք, այդ դևը այդ երեխայի վրա իշխանություն է ունենում, ու ես մինչ այդ դիվական ամբողջ աշխարհին այնպես էի ծանոթացել, որ դրա մասին առանձին ձայնագրություն կանեմ, Աստված թույլ էր տվել, որ ես տեսնեի այդ ամբողջ դիվական աշխարհը, բայց հենց այդ տեսակը իմ համար նորություն էր, այդ կերպարը, որ երբ դեռ երեխան երբ դեռ մայրը հղի է ու անեծք կամ թուղթուգիր կամ նման վատ չար գործեր է լինում երեխայի վրա ու մոր, այդ դևը իրավունք է ստանում երեխայի վրա մի ամբողջ կյանք, ու նա հեռացավ, ու տարբեր դևեր կային, որոնց անունները ես լսում էի, եւ նրանք հեռանում էին, ու մի ողջ խումբ հեռացավ, ու ես տեսա, իմ հոգու աչքերը տեսնում էին, եւ ամենավերջում ես տեսա աղավնի իջավ, բայց ես այդ ժամանակ, ինչպես իմի ժամանակ, որտեղ դրանք մոտիկ օրեր էին, ես դեռ չգիտեի, որ աղավնին հենց Սուրբ Հոգին է իջնում, դրա համար եմ ես տեսնում աղավնին, այդ երկու դեպքն ա եղել, ինչքան աղոթքներ, որ արել եմ, ում համար որ արել եմ, երկու անգամ ա եղել, որ ես տեսել եմ, որ աղավնի է իջնում երկնքից, իմ համար ու որդուս համար աղոթելիս, եւ աղավնին իջավ, ու այդ աղոթքից հետո ժամ առ ժամ, օր օրի, երբ նրանք հեռացան, իմ աչքերը բացվեց, ես կանգնած աչքերս փակ աղոթում էի, շատ կենտրոնացած, ու զգում էի Սուրբ Հոգու ներկայությունը, նրանք բոլորը հեռացան, ես շունչ քաշեցի ու աչքես բացեցի, ասեցի, տղես, Աստված քեզ ազատեց, Աստված քեզ ազատեց, եւ օր օրի ժամ առ ժամ իմ որդին փոխվում էր, իմ որդին իմ աչքերի առաջ ուրիշ մարդ էր դառնում էր այն երեխան, որ ես գիտեի, որովհետև տարբեր բաների արդյունքում ես ամեն անգամ, երբ նա մեծ ցավ էր կրում, երբ նա մեծ ստրեսների մեջ էր անցնում, ես ամեն անգամ զգում էի եւ տեսնում էի, որ մի նոր չար ուժ է գործում նրա վրա, եւս մի նոր չար ուժ է գործում, ես նրա աչքերից դա տեսնում էի, Աստված տալիս էր ինձ այդ հնարավորությունը զգալու եւ տեսնելու, մինչեւ դեռ ինքս Սուրբ Հոգով օծվելը, Աստված ինձ թույլ էր տալիս, որ ես նման բաները զգայի, ու տղան փոխվեց ամբողջովին, դարձավ հոգով, մարմնով, մտքով լրիվ առողջ, Հիսուսով լցված պատանի, երիտասարդ, եւ ինչ տեղի ունեցավ դրանից հետո, բացի այն, որ մենք միշտ ընտանիքով աղոթում էինք, ինքը մեր հետ աղոթում էր, ինքը առանձին աղոթում էր, ինքը ուղղակի ինքն իրեն սկսեց Աստվածաշունչ կարդալ, ու այդ ժամանակ իմ Աստվածաշունչը արևմտահայերեն էր, այդ Աստվածաշունչը միշտ իմ հետ էր, տարիներով իմ հետ էր, բայց ես չէի կարդում, չէի կարողանում կարդալ, չէր ստացվում, բարդ էր իմ համար եւ այլն, ու դա բոլորը չարի գործերն է, գիտենք, արևմտահայերենով էր, ու ես տանջվում էի այդ տողերի վրա, չէի կարողանում լավ հասկանալ, բայց երբ արդեն Սուրբ Հոգով օծվեցի, երբ Աստված սկսեց, Սուրբ Հոգին սկսեց ապրել իմ մեջ, յուրաքանչյուր նախադասությունը իմ համար պարզ էր դարձել, միտքը պարզ էր, ու ես հասկանում էի, որովհետև Սուրբ Հոգին է արդեն քեզ սովորեցնում, ու տղայիս այդ Աստվածաշունչը ունեի, դա տվեցի, ամեն օր կարդում էր, գիշերներն էր կարդում շատ, ցերեկներն էլ էր կարդում,
Հիմնականում իր մոտ էր գիրքը լինում է, ու երբ ես ասում էի դու հասկանում ես այդ ամենը, որ կարդում ես, ուզում ես քեզ բացատրեմ, չի ասում էր մամ, ինչ կա տեղ դժվար, որ չհասկանամ, որ բացատրես։ Ասում էի ոնց իրոք հասկանում ես, արևմտահայերենով էլ գրած է, հա ասում էր։ Ու ես հասկանում եմ Աստված է օգնում, որ ինքը հասկանա, ու եղել է, որ հարցրել եմ, տվյալ հատվածը կարդացել ենք, ինքը ինձ բացատրել է, ու ես ասում էի փառք ես Տեր, դու ես գործում իմ որդու մեջ, եւ զգում էի այդ ծառավը, ինքը ուղղակի կարդում էր, ամեն օր կարդում էր գիրքը։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Հիմա ես պատմում եմ այս ամենը, որովհետև Հիսուս Քրիստոսի գործած հրաշքները, լույսը Հիսուս Քրիստոսի, որ լցվում է մեր կյանք, մեր ընտանիքների մեջ, մեր զավակների կյանք, մենք պարտավոր ենք պատմել։ Մենք պիտի պատմենք։ Դա նույնն է, որ Հիսուս Քրիստոսի լույսը, որ նա տվել է մեզ, մենք փորձենք ծածկենք, մի մութ տեղ դնենք, որ ոչ ոք չտեսնի։ Դա նորմալ է, նորմալ չէ։ Հիսուս Քրիստոսի լույսը պետք է բարձրացնել, պետք է բոլորին ցույց տալ, տես ես ունեմ այս լույսը, դու էլ ունեցիր։ Հիսուս Քրիստոսի լույսը չպետք է փակենք, չպետք է ծածկենք, մի թաքուն տեղում դնենք։ Ես պատմում եմ, որ ինձ լսեն նրանք, ովքեր այս ամենի մեջով դեռ չեն անցել, որ իմանան, թե ինչպիսին է Հիսուս Քրիստոսը, որ իմանան, որ իրենց երեխայի կյանքում առաջինը պիտի Հիսուս Քրիստոսը լինի։ Եվ ես ասացի առաջինը Հիսուս Քրիստոսը ուզում եմ ասել, իմ ամենամեծ ագույն ցանկությունը եղել էր այն այդ ժամանակ, հիմա էլ, բայց այդ ժամանակ ինչու, որովհետև հիմա հանգիստ եմ։ Իսկ այդ ժամանակ ես գրեթե ամեն օր լինում էին օրեր, միգուցե մի քանի անգամ չեմ հիշում հիմա, բայց շատ էի ասում որդուս, որ ես չպիտի իմանամ, որ դու Հիսուսին հանկարծ ընդունում ես, սիրում ես մամայիցդ հետո։ Եթե ես իմանամ, որ դու ասես մամ աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում, իմացի ես երջանիկ չեմ։ Իմացի դու ինձ ոչ մի լավ բան չտվեցիր, դու այդ սերը ես չեմ ուզում։ Ես պիտի իմանամ, որ դու Հիսուսին ես սիրում ամենաշատը, հետո նոր քո ընտանիքը։ Բայց ես ուզում եմ դու սիրես ամենաշատը Հիսուսին, բայց դա իմ ուզելով չի։ Երբ որ դու կճանաչես Հիսուս Քրիստոսին, դու կսիրես իրան ամենաշատը։ Ու այդ թեմայով շատ էի խոսում իր հետ, որ առաջի տեղում Հիսուսն է, Հիսուսի սերը։ Եթե դու ինչ որ մեկիս սիրես քո կարծիքով ամենաշատը Հիսուսից առաջ, ուրեմն իմացիր դու ոչ մեկիս էլ չես սիրում, որտեղ իսկական սերը Հիսուսն է։ Ինքն է մեր կյանքը, այն ամենը, մեր կյանքը, մեր փրկությունը ինքն է մեզ տվել։ Ինքն է արժանի, որ ամենաշատը իրան սիրենք ու մեր սրտերը պատկանի Հիսուսին։ Դրա համար ես չպիտի լսեմ, չպիտի իմանամ, որ դու ամենաշատը մամային ես սիրում։ Որովհետև երեխեքի համար ամենաառաջի տեղում հիմնականում մոր սերն է։ Մոր, հոր, ընտանիքի։ Ես պիտի իմանամ, որ դու ամենաշատը Հիսուսինն ես սիրում, հետո նոր մեզ։ Բայց դա ստիպելով չի լինի համոզելով։ Դու պետք է տանես դեպի Հիսուսը այնպես, որ քո որդին հասնի, քո զավակը, քո երեխան հասնի նրան, որ ճանաչի Հիսուսին, եւ երբ ճանաչում ես Հիսուսին, ուղղակի չես կարա ինչ որ մեկին սիրես այնպես, ինչպես Հիսուսին։ Դրա համար եթե դուք պաշտամունքով եք վերաբերում ձեր երեխային կամ ձեր ծնողին կամ ձեր կնոջ ամուսնուն, ու ասում եք ամենաշատը իրեն եմ սիրում։ Չէ՞ որ սերը Հիսուսն է, ու այդ սերը Հիսուսն է ձեր մեջ դնում։ Դուք այդ սերը չեք ստանում ձեր մեջից։ Մարդու մեջ դրված սերը դա Հիսուսից է, որովհետև սերը միայն Աստվածն է, ուրիշ ոչ մի աղբյուր չկա սիրո, ուրիշ տեղից այդ սերը չի աճում, չի բուսնում, չի ծաղկում, չի լցվում քո մեջ։ Թող քեզ չթվա թե սերը քո սրտից է, թե սերը քեզանից է, թե սերը ուղղակի զգացմունք է, որ տրված է մարդուն։ Ոչ, սերը Հիսուսն է, սերը Հիսուսն է։ Եթե Հիսուսը չլինի, չկա, պատկերացնեք, սեր չկա, սեր բառը հանեք աշխարհից։ Սեր բառը չկա։ Լույս չկա, կյանք չկա։ Եթե Հիսուսը սերն է, սերը Հիսուսն է, չի լինի։
Եթե Հիսուսը չեղավ, ուղղակի դիեզերքում աշխարհում սեր չի լինի, որովհետև Հիսուսն է սերը։ Այն ամբողջ սերը, որ տարածվում է աշխարհի վրա, մարդկանց մեջ, մարդուց մարդ, Հիսուսի սերն է լցվում է մեր մեջ եւ տարածվում իրար։ Իսկ ով է ավելի արժանի սիրու, քան Հիսուսը, քան հենց ինքը սերը, միայն Հիսուսը։ Առաջի տեղում պիտի լինի Հիսուսը։ Ամենից շատ պիտի սիրենք Հիսուսին եւ պաշտել միայն Հիսուսին։ Պաշտել միայն Հիսուսին եւ միայն Հիսուսն է, ում մասին դու պետք է ասես, առանց քեզ ես չեմ կարող ապրել, առանց քեզ ես կյանք չունեմ։ Եթե դու չլինես, ես չեմ լինի, կմեռնեմ։ Տարեք ձեր երեխային դեպի Հիսուսը, դեպի փրկությունը, դեպի կյանքը, դեպի լույսը, որովհետև ամենաառաջին մարդը երեխային մոտիկ կանգնած դա ծնողն է, եւ ամենալավ բանը, որ ծնողը կարող է անել իր երեխայի համար, տանել դեպի Աստված։ Մենք ամենալավն ենք ուզում տալ մեր երեխային, բայց ամենալավը պատկերացնում ենք ուրիշ բաների մեջ։ Միակ ամենալավ, բացարձակ լավ բանը դա Աստված է։ Ամեն ինչ Աստծո մեջ է՝ սեր, բարություն, երջանկություն, խաղաղություն, օրհնություն, ողորմածություն։ Ամեն ինչ, ամեն լավ բան Հիսուսի մեջ է, Աստծո մեջ է։ Առաջի բանը, որ դու պետք է տաս քո երեխային, դա Աստծուն ճանաչելն է, Աստծուն ընդունելը, սիրելը, խոնարհվելը։ Այսքանը։